Դիանա Գրիգորյանի վերջին զանգը սերիալի նկարահանումները շարունակվում են, հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են հետագա զարգացումներին, ինչպես պարզ դարձավ հեռուստադիտողների համար, Հենրին այդպես էլ ԴՆԹ անալիզի միջոցով չի պարզի, որ Անգելինան իր հարազատ քույրը չէ։ Բնականաբար հեռուստադիտողներն այդպես էլ ենթադրում էին, որ ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան կխանգարի, որպեսզի Հենրին իմանա ճշմարտությունը հեռուստասերիալն էլ ավելի երկարացնելու համար։ Հենրին ստանում է հեռախոսազանգ, սակայն ցավոք այդ հեռախոսազանգին Հենրին չի պատասխանում, քանի որ իրեն վատ է զգում և ստիպված է լքել սենյակը։ Հենց այդ պահին հեռախոսազանգը ԴՆԹ անալիզի պատասխանի մասին էր, որին պատասխանում է Հենդոն ու ջնջում է ամեն ինչ, որպեսզի Հենրին դեռևս չբացահայտի այդ ճշմարտությունը։ Աննան Սոսին տեսնելով հասկացավ, որ Միքայելին չի կարող լքել և նա Միքայելի հանդեպ զգացմունքներ ունի և որ Սոսը իրեն խաբել է, սակայն նա դեռ չգիտի, թե Միքայելն ինչքան դաժանորեն է խաբել իրեն։ Աննան Միքայելի հանդեպ արդեն ունի զգացմունքներ, արդյոք Սոսին ատելու է և սկսելու վրեժ լուծել, ցույց կտա ժամանակը։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք ամենահետաքրքիր կադրից դուրս իրավիճակները, որոնք արված են նկարահանման հրապարակում և հատուկ հեռուստասերիալը դիտողների համար։ Ինչպես արդեն նշել էինք, հեռուստասերիալի դերասանական կազմին միանալու է նոր դերասանուհի, նոր կերպար, որը դեռ պարզ չէ դրական թե բացասական է լինելու։ Եկել ենք նկարահանման։ Չէ, ձեզ։ Իհարկե։ Վաղուց չկայինք։ Բա։ Նենց որ Դիտեք մեզ։ Համարը թե մոռացավ մեզ։ Չէ, որ մոռանա։ Մեզ մոռանալ չի լինի, ձեզ։ Քանի որ առաջին ստորիում մեր ընտանիքը կիսատ էր, մեր մայրը բունտ էր։ Անում ես մեր ուր եք առանց ինձ նկարվել։ Հիմա մենք ամբողջ համալրված ընտանիքով մեր հետևորդներին պաչիկներ ենք ուղարկում։ Վերջ, մենք ամբողջ ընտանիքով ենք այսօր։ Այո, ու միշտ լինելու։ Այո։ Մտածեցինք, հասկացանք, որ մենք էլ պակաս սիրված չենք, որպես երեխաներ։ Գնանք մեր տանը նշենք։ Այս իմ ամենասիրած բանն է, ապլիպիխայի սիրոպ, որը մենք արենք սարքենք սոկ։ Ամոբանը ու օգտակար։ Չենք կարող չապնել։ Մեր ամենասիրած տեղերը Սևանում, այդտեղ առաջինը Սերմոյի մոտ, չի քննարկվում, երկրորդը Յասաման, ասում են, ինչ էր անունը, որ զանգեցինք չկար տեղ։ Գագար։ Հա, Գագարի մոտ ասում են, այդ էլ շատ համով են, նրա մեր ընկերներ են ասում, Լևի պապան մաման են ասում, շատ համով է, բայց տեղ չկար էլի։ Մենք Յասամանում ռիզերվ ունենք, մի քիչ ուշ իհարկե, Սերմոյի մոտ կատեգորիկ տեղ չկար, բացառվում։ Ես նայեցի ձեր քվեարկության արդյունքները ու տեսա, որ շատերը նշել է Գյումրի։ Գյումրի ես շուտով գալու եմ, բայց ոչ այսօր։ Այսօր գնալու եմ Եղեգնաձոր, խաղալու ներկայացում, բայց ոչ ժամ գիտեմ, ոչ հասցե գիտեմ, առայժմ ոչ մի բանի մասին տեղեկություն չեմ կարող տալ, բայց հենց իմանամ մի անգամ իսկ կկիսվեմ ձեր հետ։ Ահա։ Ամբերտ ամրոցում ենք, եկել ենք նկարահանման։ Ճիշտն ասած, ինձ թվաց թե այստեղ բավականին շոկ է լինելու, վերնաշապիկով է եկել, որ պարզապես արևի ճառագայթներից փրկվեի, բայց արի ուտես այստեղ շատ ցուրտ է։ Եվ նույնիսկ չգիտեմ, թե ինչպես եմ նկարահանումներն իրականացնելու, որովհետև իսկապես ցուրտ է։ Դեռ այսպես sense վերնաշապիկով եւ բաճկոնով քայլում եմ, բայց իրականում չգիտեմ ոնց ենք իհարկե սկսել, բայց ամեն դեպքում հրաշք տեղ ենք։ Դե, աստված առաջ, գուցե արևը ժպտա մեզ, արև դուրս գա, մենք տաքանանք և սկսենք մեր նկարահանումները։
Իրականում շատ աստվածային վայրում ենք, այստեղ նույնիսկ չենք կարողանում բարձր խոսել, որովհետև աղմուկը խանգարում է, աղմուկն առհասարակ խանգարում է, երբեմն լռությունը իսկապես օգնում է և շատ հաճախ լռությունն ավելի խոսում է, սա այդ դեպքն է։ Նկարահանման եմ գալի ու մեր հրաշք օպերատորը սուրճ հյուրասիրեց քաղցր կինդեր գիտեք ինչ հրաշք անձնավորություն է ու ընդհանրապես բոլորի ինչ հրաշք անձնավորությունները ասել եմ էտ արի տեքստանց քեզ եմ հյուրասիրել Մասը սենց թողեմ, թե բանան եմ Ինչա? Հա, լից գլխի Լավ չի, չես? Իմաստուն հալա Վայ, ես հասկացա, դու Իմ հեռախոսը չի։ Գիտե։ Չի, հա։ Հա։